Անգերձ ասած մեզ մեջ շատերը գագնգալ էին, որ այս օրերուն դարձյալ թեժ զարգացումներ պիտի իլան եկեղեցի իշխանություն բայկարին առընթեր եւ այդպես ալ բադայեցավ։ Մենք գիտենք, որ եկեղեցին գլխավորությամբ Քարեկին երկրորդ կաթողիկոսի գպատրաստվի ժողով գայացնել եպիսկոպոսական ժողով այն ալ Հայաստանեն դուրս արտերգիր Կարծեմ Ավստրիա եւ ինչ որ առումով թվականալ որոշված է։ Այսօր այն գլխավոր եպիսկոպոսները, որոնք կգանքնին Կարեկին կաթողիկոսի գողքին, անոնց արգելված է Հայաստանեն հերանալ։ Սա բնականաբար եկեղեցին համար դատաբարտելի է եւ այդ առումով մենք կարդացինք 3 մայրաթորի կողմէ հրաբարակված հաղորդակցությունը, որ դատաբարտում մներ։ Դատաբարտում են անտին ցարտ ոչ մեկ քայլ։ Նաև այստեղ պետք է նշել, որ եթե եկեղեցի իշխանություն այս բայկարը, որուն երկու կողմերը, այսինքն Նիկոլ Փաշինյանը եւ Քարեկին երկրորդը վճռած է մինչև վերջ երթալ, սпасելի էր այս քայլը, որովհետեւ այն միապանները, որոնք միացան Նիկոլ Փաշինյանին, որոնց մասին ինտիմատիր ճակատը գոչե դիրաթավներ, անոնք միակ գրվանը որ ունին Հայաստանի դադա իրավական մարմիններն են եւ այդ առումով այդ հարցը դարվեցավ դադական ադյանին։ Դադական ադյանի օգնությամբ տեղի ունեցավ երկրեն բացակայելու արգելքը։ Խնդիրը այն է, որ այս բայկարի մեջ այսօր հաշտեցնող ոչ մեկ անձ, ոչ մեկ հոգևորական, ոչ մեկ առաջնորդ գոյություն ունի։ Բոլորը գտիդեն թե զարգացումները ինչ հունով պիտի ընթանան, որովհետև բոլորն ալ գարձես իմ նման գիտեմ, որ երկու կողմերը, այսինքն վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ կողմ է, մյուս կողմ է Քարեկին երկրորդ կաթողիկոսը, երկուքն ալ որոշած են մինչև վերջ երթալ։ Քարեկին կաթողիկոս վստահ եմ կսպասե ընտրություններուն, իսկ Նիկոլ Փաշինյան կփորձե ամեն քնով դիվիդենդներ շահիլ, միավորներ շահիլ, որբեսի կարողանա իր հասարակության կամ իր ընտրողներուն ցույց տալ իր մգանները, թե ինչքանով գրնա ջնշել մայրաթորին ու ավելին ինչքանով պիտի կարողանա փոքրացնել Քարեկին կաթողիկոսի թերը։ Երկու կողմերը որոշած են երթալ մինչև վերջ։ Նաև այստեղ կարևոր հարցադրում մգա, թե այդ եպիսկոպոսական ժողովը ինչ պիտի դար այս ընթացող բայկարին։ Քարեկին կաթողիկոսը հավանաբար լավ զգար ինքզինք այդ միջավայրի մեջ, սակայն այնտեղ որոշում առնող ուժ ունեցող ժողովը պիտի լար այդ մեկը, մանավանդ որ շատեր, որոնց շարքին նաև Բոլսո Սահակ երկրորդ պատրիարքը Արիտովը մեր անձնական զրույցի ընթացքին բացահայտ գերբով ըսավ ու նաև քարոզներու ժամանակ ըսավ, թե այս խնդրի իրավական լուծումը, ազգային լուծումը գլա միայն ու միայն ազգային եկեղեցական խառն ժողովի հիմքերով։ Ինչ կնշանակե ազգային եկեղեցական խառն ժողով։ Այդ կնշանակե, թե աշխարհի բոլոր թեմերը ներկայացնող բադվիրակները ըլլանանոնք թե աշխարհական, ըլլանանոնք նաև եկեղեցական, պիտի կան մայրաթոր բնականաբար եւ պիտի նստին եւ քննարկեն այս խնդիրները եւ հարցումներ տան ամենայն հայոց կաթողիկոսին։ Սա է, որ ամենեն նուրբ գետն է այս խնդրի մեջ։ Հարցումները, որոնց մասին շատերս գիտենք, որոնց մասին հավանաբար մեզ մեկ քիչեր գիտեն, թե ինչ սխալներ կործեց մայրաթորը վերջին տարիներուն։ Այսօր եթե ինտիմատիր ճակատը կփորձե այս բայկարը, այս հագարագությունը, ասեմ ավելի ճիշտ կլա, վերածել քաղաքական ինչ որ նժարի, այդպիսով դարձյալ կմնասե եկեղեցվո արժեքին, եկեղեցվո մեծության, որովհետև եկեղեցին սիրելիներ քաղաքական գուսակցություն չէ։ Եկեղեցին Քրիստոսի խոսքը դարաձելու վայր է, ուր ամեն հայ պետք է խոնարհի եւ աղոթքը ասե, մոմը վարե, հիշե իր անձավորները ու նաև փառք դա Հիսուսին, մեր իրական թագավորին, մեր դիրոջ, որ մենք դակավին
գշարունակենք որպես ազգ կոյադևել ու ապրիլ այս հողերում վրա։ Անգախ անգե որ դարբեր արիտներով եկեղեցին հաջախ գործակցած է մարմիններու հետ, ղեկավարներու հետ, քաղաքական կողմերու հետ, բայց եկեղեցին երբեք չէ դարձած կորձիկ եւ պետք չէ դառնա կորձիկ այփին կամ օֆեին։ Եկեղեցին անգախ կառույց է։ Եկեղեցին պետք է բարփագե եւ մասնագից դարձնե մեզ իր մեծ արաքելության, որում մասին մենք հաջող կխոսենք հբարդությամբ եւ գսենք, թե թարավոր մեր եկեղեցին բահեց մեր ազգությունը, բահեց մեր էությունը թարիվ։ Այսօր մենք պետություն ունենք, մենք պետք է որոշենք, եկեղեցին բարձր է, թե պետությունը ավելի ստոր է։ Մեզի կմնա որոշելը, որովհետև այս խնդիրներում մեջ գշիրքի գշրակարերու չափերով չէ որ գտադվին հարցերը, այլ գտադվին Քրիստոսի սիրո արդյունքով։ Եվ այս պայքարի մեջ ոչ մեկ կատիլ սեր գոյություն ունի ցարայժմ։ Հավանաբար այդ սերը գա մեր խորքերում մեջ, բայց մենք կուզենք թաքցնել, որբեսի քաղաքական պայքարի իրական նյութ եւ բարարդացուցիչ բերենք։ Այսօր այս է ընթացքը ընդհանուր իրավիճակին։ Անգերձ ասած եւ առանց ծանր թադողություններ անելու շատ լավ պիտի լար ու մեր սրտով, որ մեր եկեղեցին իր ժողովները գումարեր Հայաստանի հողին վրա, որովհետեւ մայրաթորը մեր սկիզբն է եւ մեր ամեն ինչն է, մեր սիրտն է, մեր էության մասնիկն է, մեր ինքնության կոդն է, քաղաքնապարն է, եթե գուզեք։ Սակայն ինչ պատճառներով շատ հավանաբար այդ ժողովը գրնադաբալիլ, ու այս մեկը արիտ է անշուշտ, որբեսի գողմերը դարձյալ մտածեն, թե ինչպես կարելի է լուծել այս խնդիրը, ինչպես կարելի է կովի կալ, իրար ցերկ սեղմել, որովհետև մենք չենք խոսիր հողային բահանջի մասին, մենք չենք խոսիր մեր դեմ եղած անարդարություններու մասին, մենք կխոսենք հավատքի դունին մասին, եկեղեցվո մասին, սրբության մասին, մաքրության մասին, այս բոլորը որովհետև մենք կխոսենք մեր եկեղեցվո մասին։ Մենք չենք խոսիր քաղաքական ընտրություններու մասին, մենք չենք խոսիր սահմանային վեճերու մասին, մենք չենք խոսիր քաղաքական, պետական, արդակին արևելումի մասին, մենք խոսենք եկեղեցիի մասին, եւ եկեղեցի հարցերը պետք է լուծվին քրիստոնեական անկիր կանոններով, ուր չգա հաջող քրություն, այլ գա հեզություն, խոնարհում եւ ամենակարևորը Քրիստոսի սեր, անգերձ ասած։